Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հայտարարություն էր տարածել, նշելով. «Հարգելի ընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում փոքրիկ Արթուրին, ով վթարի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում եւ ունի մեր բոլորի օգնության կարիքը։ Արթուրը գտնվում է Արաբկիրի հիվանդանոցի մանկական բաժանմունքում։ Մայրն այս պահին սպառել է գրեթե բոլոր ֆինանսական միջոցները եւ դիմում է մեզ խնդրանքով օգնելու իրեն մեր հնարավորության սահմանում։ Ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ունի մարդասիրական այդ հակումը։ Ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրի մոտ կգտնվի օգնության այդ փոքրիկ լուման», նշել էր Լիլիթը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում Լիլիթ Կարապետյանը անկեղծորեն պատմել էր ցավալի կորուստների, ամիսներ շարունակ անգիտակից պառկելու, երգիչ Դավիթ Թուջարյանից բաժանվելու պատճառի մասին, թե երբ է արգելել որդուն շփվել հոր հետ եւ ինչպիսին են ապագայի պլանները։ «Կանխած գալու շնորհ ունեմ, նույնիսկ մտերիմներս են իրենց երազներն ինձ պատմում, ես էլ լավ բաներն ասում եմ, իսկ վատերը չէ։ Դեռ որևէ նշան չկար, որ մայրանալու եմ, երազ տեսա, արթնացա ու մայրիկիս ասացի հղի եմ։ Նա էլ նշեց, թե տատիկիս պես եմ։ Հայրիկիս մոր գրեթե բոլոր երազներն իրականանում էին։ Գիտեի նաև, որ տղա եմ ունենալու, վստահ էի, որ նա Կարենն է ու Կարապետյանը։ Ես գիտեի, որ եղբայրս Կարենը պետք է վերածնվի։ Երազում էի, որ որդիս ծնվի հունիսի 1-ին, թեև ըստ ժամկետի պետք է լույս աշխարհ գար հունիսի վերջին։ Այնքան էի փորիկս շոյում ու ասում՝ Կար ջան, հունիսի 1-ին պետք է ծնվես, որ այդպես էլ եղավ։ Կարծում եմ բոլորն էլ կարող են իրենց էներգիայով նպաստել երազանքի կատարմանը։ Երբ Կարենը ծնվեց, մեր ընտանիքը կարելի է ասել կազմավորված էր։ Ամեն ինչ լավ էր իմ եւ Դավիթի հարաբերություններում կար սեր, միասին էինք ապրում, չնայած հարսանիք չէինք արել, որովհետեւ չգիտեի այդքան շուտ երեխայի կսպասեմ։ Հղիությանս առաջին ամիսներն անցան, ես առողջական մեծ խնդիրներ ունեի, բայց որոշեցի մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ նկարահանում ունեի։ Եթե այստեղ մնայի, Աստված չաներ, բայց գուցե Կարենս չծնվեր։ Հասկացել եմ, որ իմ կյանքում ամենաճիշտ որոշումը եղել է որդուս Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունենալը։ Չեմ ուզում թերագնահատել իմ հայրենիքը, բայց այս դեպքում նրան հնարավորություն եմ տվել որոշել, թե ապագայում որտեղ է ուզում ապրել, որտեղ է իրեն լավ զգում։ Ի վերջո հենց այնտեղ եմ կարողացել նրան կյանք տալ։ Այստեղ ասում էին, թե 75%-ով որդիս չի ծնվի, իսկ 25%-ն էլ Աստծո հույսն էր։ Դավիթն ինձ հետ չէր կարող Ամերիկայի Միացյալ Նահանգներ գալ, քանի որ աշխատում էր, մայրն էլ վատառողջ էր, ինքս էլ թույլ չէի տա, որ նրան թողներ։ Անչափ ուշադիր զավակ էր, սիրող, գնահատող։ Մեկնեցի ընկերուհուս մոտ, այդ ամիսների ընթացքում ավելի լավ հասկացա, որ իմ ընտրությունը մի քիչ այն չէ։ Փոշմանեցի, բայց եթե մի բան խոստանում եմ, կյանքի գնով էլ լինի, կատարում եմ։ Իսկ ես Դավիթին, նաև իր մայրիկին խոստացել էի, որ չեմ մնա նահանգներում, ու միայն դա է ինձ Հայաստան հետ բերել։ Վերադարձա խոստումս կատարելու, բայց ի վերջո հասկացա, եթե մարդիկ տարբեր են, չպետք է ստիպված միասին լինեն, եթե նույնիսկ երեխա կա։ Ինչու ասել, թե երեխան ապրում է լիարժեք ընտանիքում, քանի որ մաման ու պապան միասին են, բայց տանն իրականում անառողջ մթնոլորտ է, որի պատճառը իրար չհասկանալն ու խանդն էր։ Պետք է չերգեի, նստեի տանը, բայց չէի կարող կարիերայիս վրա խաչ քաշել, այնքան ջանք էի ներդրել, անհնար էր չաշխատեի։ Ես սիրում եմ երգել, իմ հանդիսատեսին, հագուստի հարցում էլ կարող եմ համարձակ լինել։ Հասկացա, որ Կարենս պետք է միշտ ներկա լինի խանդի տեսարանների, անընդհատ պետք է սթրեսի մեջ լինեմ։ Վերջի վերջո պետք է կարողանալ գիտակցությամբ սաստել սրտին։ Իմ տղամարդը երբեք իրեն վատ չի զգա իմ կողքին, նվիրվող է, միասին ապրելու համար ստեղծում եմ հարմարավետ պայմաններ, բայց բեմում էլ արտիստ եմ, հետևաբար պետք է լինեմ համարձակ ու ցանկալի։ Մասնագիտությունս ինձ թույլ է տալիս լավ զգալ այդ որակավորումների։ Վերջապես Դավիթն ինձ հասկացավ, այդպես չէր կարող շարունակվել։ Ապրի, որ որոշ ժամանակ անց ամուսնացավ, ամենաճիշտ որոշումն էր, ես չէի կարող տալ այն ամենն, ինչի կարիքն ուներ, իսկ նրան պետք էր մեկը, ով այս ասպարեզի հետ որևէ կապ չունենա։ Ճիշտ որոշում է կայացրել։ Այո, իմ առաջարկով է Դավիթն ուրիշի հետ ամուսնացել, որովհետև անցյալն այլևս հնարավոր չէր վերադարձնել։
Կարենը յուրահատուկ երեխա է, շրջապատում էլ ասում են, որ ոչ ոքի նման չէ իր առավելություններով ու թերություններով։ Մայրանալուց 1 տարի հետո սկսեցի ակումբում աշխատել։ Առաջին ելույթիս օրը ուր նայում էի, որդուս դեմքն էի տեսնում։ Պատմել էի գործընկերներիս, եւ երբ Մայքլ Քոթանջյանի աղջիկը ծնվեց, նույնն իր հետ էր կատարվել։ Կարենի ծննդով իմ կյանքն իմաստավորվել է։ Նա շատ է ուզում քույր կամ եղբայր ունենալ, որին կխնամի, կխաղա հետը։ Անընդհատ այդ մասին է խոսում։ Ցանկությունս մեծ է կրկին մայրանալ, երազանք է, չգիտեմ, կիրականանա թե ոչ։ Եթե Աստված կամենա, ուրախ կլինեմ, իսկ եթե ոչ, կհամակերպվեմ։ Բազմած բաղառօրյայիս սովորել եմ, մայրս ինձ շատ է օգնում տանը, երբեմն հյուրի կարգավիճակում եմ։ Կարենը շատ ինքնուրույն մարդասեր, մարդամոտ է։ Որոշ խնդիրների պատճառով նա ստիպված է ամեն տարի մեկնել Միացյալ Նահանգներ եւ 1-2 ամիս մնալ ընկերուհուս մոտ։ Ես լիազորագիր եմ ստորագրում եւ 1 տարեկանից նա մեծ մարդու պես միայնակ հատում է օվկիանոսը։ Կարենը շատ է սիրում ընկերուհուս, այստեղ մայրս, այնտեղ էլ նա է խնամում որդուս։ Թող բոլոր երեխաներն առողջ լինեն։ Երբ փոքրիկը խնդիր է ունենում, մի տեսակ կոտրվում ես։ Բացի այդ, կուզեմ մարդիկ լինեն բարի, երեխաներն էլ ապրեն խաղաղ երկնքի տակ, բոլոր կանայք մայրանան։ Վատություն անողներն էլ պետք է միշտ մտածեն, որ անպայման պատասխան են տալու։ Նախկինում տղան շփվում էր հոր հետ։ Դավիթի մայրը ողջ էր ու շատ էր ուզում տեսնել թորնիկին։ Իրենց ընտանիքը պահողն ու պահպանողը մայրն էր, լուսահոգի Գայանե Աստվածատրյանը, որին ես էլ էի շատ սիրում, նա էլ ինձ։ Մենք կարծես ընկերուհիներ լինեինք, շատ ժամանակակից ու դրական կին էր։ Վերջին անգամ Կարենս հորը տեսել է 2 տարի առաջ 4-ամյակին, որից հետո իմ ու որդուս միջև խոսակցություն եղավ։ Դեպք էր եղել ու հասկացա, որ պետք է արգելեմ նրանց շփումը։ Չեմ ուզում շատ բաներ բացահայտել, բայց որ ես ճիշտ եմ վարվել, հաստատ է։ Վերջերս տղայիս ասացի, եթե իմանամ ուզում է տեսնել հայրիկին, բայց չի ասում կնեղանամ։ Կարենս բացասական պատասխան տվեց։ Կարենը սիրում է հորը, հիշում է նրան, հավանում է արտաքինը։ Մի անգամ նույնիսկ ասաց հայր է ուզում ունենալ։ Երբ հարցրի, թե ինչպիսի, ասաց Դավիթի դեմքով, բայց ուրիշ պապա։ Ամենադժվարին պահերին նույնիսկ ես ամեն ինչ մոռանում եմ բեմի վրա, բայց մի քանի տարի առաջ սթրեսային վիճակս հասավ գագաթնակետին։ Ես այնպիսի կյանք եմ ապրել, 9 տարեկանում հայր եմ կորցրել։ Կորցրել եմ ընկեր, ում հետ պետք է կյանքս կապեի։ Դրանից մի քանի ամիս անց մահացել է եղբայրս։ Այդ կորուստներից հետո անձնական կյանքում անհաջողությունը չէր կարող սթրեսի պատճառ չդառնալ։ Պարզապես ամենը կուտակվեց եւ ամիսներ շարունակ շտապ օգնություն էինք կանչում, ինձ ներարկում էին կատարում, տեսնում էին սպիտակ խալաթներով բուժաշխատողներին եւ հասկանում, եկել են ինձ օգնելու։ Ծանր նևրոզ էր, որը հաղթահարեցի։ Իմ բախտը միշտ բերել է երկրպագուների հարցում։ Կարծում եմ որակներիս շնորհիվ է, ինձ հետ կարելի է ընտանիք կազմել, բայց այլևս իրավունք չունեմ սխալվելու։ Ճիշտ է, այժմ իմ կյանքում կա մեկը, որի հետ շփվում եմ, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Առաջին հերթին կարևորում եմ որդուս եւ ապագա ամուսնուս հարաբերությունները, ընտրյալս նրան պետք է ընդունի եւ սիրի հարազատի պես։ Վստահ եմ, Կարենս էլ կփոխադարձի, նշել էր երգչուհին։